ողջունումը հարգելի գործընկերներ, խնդրեմ Տիկին Գասպար։ Շնորհակալ եմ, ողջունում եմ սիրելի մեր հայրենակիցներին։ Նախ ողջունում եմ Տիկին Մանուկյան ձեզ կարծում եմ, որ ձեր թեկնածությունը տեղին է, վստահ եմ, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Տիկին Մանուկյանը արդարացնելու է բոլորիս սպասումները, ինչպես որ վստահ էի պարոն Ֆարմանյանի ընտրվելու դեպքում։ Բոլորս հիշում ենք, որ 2025 թվականից փաստաբանական ծառայությունները տեղափոխվել են ընդհանուր հարկման համակարգ։ Նախկին 5% շրջանառության հարկի փոխարեն կիրառելով ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։ Սա էականորեն բարձրացրել է ոլորտի ընդհանուր հարկային բեռը։ Բոլորս իհարկե հիշում ենք, հարգելի գործընկերներ, հատկապես քաղաքացիական պայմանագրի գործընկերներ։ Իսկ ովքեր էլ որ տեղյակ չեն կամ չեն հիշում, պետք է հիշեցնեմ։ 2018 թվականին, երբ քաղաքացիական պայմանագիրը ուզում էր գալ իշխանության, և ձեզ ոստիկանության կողմից զանգվածաբար տարաբնույթ բռնությունների են ենթարկում, ընդհուպ մինչև խոշտանգման աստիճան, փաստաբանական պալատում ստեղծվել էին տարբեր խմբեր, ովքեր ջանք չէին խնայում գիշեր ու զօր, ձեզ իրավական օգնություն տրամադրելով։ Այդ ժամանակ դուք դեռևս սոցիալապես անվճարունակ խավ էիք հանդիսանում։ Եվ երբ արդեն, խնդրում եմ չընդհատեք, արձագանք կունենաք, Մի ընդհատեք, հարգելի գործընկերներ, տեղից մի ընդհատեք։ Ահա, դուք շարունակեք Տիկին Գասպար։ Եվ երբ անցավ, եթե կա մեկը, որ կհերքի, որ ձեզ տրամադրվել է օգնություն, գուցե Տիկին Հակոբյան ձեզ չի տրամադրվել, բայց այստեղ նստած մեծ մասին տրամադրվել։ Տիկին Հակոբյան, մի արձագանքեք ու մի ընդհատեք։ Դա իմ խոսելու իրավունքն է։ Եվ երբ արդեն անցավ 5 տարի, դուք դարձաք վճարունակ, կայացաք, դարձաք սոցիալապես ապահով խավ և լինելով ժողովրդասեր իշխանություն, ինչպես դուք եք ձեզ համարում, սոցիալապես անապահով խավի կարիքները այլևս ձեզ հետաքրքիր չդարձան։ Մինչդեռ այս շրջանում ձեզանից արդեն նշեցի, ինչպես շատերը, վիճակի չէին անգամ միջին վիճակագրական փաստաբանի ծառայություններից օգտվելու և դրա համար հոգալու համար։ Մինչդեռ փաստաբանները, այո, այդ ժամանակաշրջանում կանգնեցին ձեր կողքին։ Այդ որոշումը ընդունելիս, երբ որ քննարկվում էր այդ նախագիծը, դուք հաշվի չառաք, թե ինչքան սոցիալապես անապահով խավ կար, ովքեր օգտվում էին հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից։ Սակայն այդ որոշումը ընդունելուց հետո հանրային պաշտպանի գրասենյակի շահառու չեն կարող լինել քաղաքացիական, հատկապես և վարչական գործերով, ինչի արդյունքում բազմաթիվ անապահով անձինք մնացել են այսօր անպաշտպան, քանի որ բոլորս գիտենք, որ հանրային պաշտպանի գրասենյակ ներկայացող քաղաքացիները ֆիլտրվում են և կա համապատասխան համակարգ, ովքեր որ չեն համապատասխանում այդ կանոններին, չեն օգտվում անվճար իրավաբանական ծառայությունից։ Երբ փաստաբանները բողոքի ակցիաներ էին անում այդ հարկման բեռի ավելացման հետ կապված, մտահոգությունները կայանում էին հենց դրանում, սոցիալապես անապահով խավի կողքին կանգնելը, ինչպես որ արել էին 2018 թվականին։ Իհարկե, ես չեմ հավակնի ֆինանսա-բյուջետային մասնագիտական, խորագիտական վերլուծություններ ներկայացնել, քանի որ այդ ոլորտում պրոֆեսիոնալ չեմ, բայց ինչ վերաբերում է փաստաբանների հարկային բեռի ավելացման միջոցով պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու մոտեցմանը, այստեղ անհրաժեշտ է արձանագրել մի քանի սկզբունքային հանգամանք։ Տիկին Մանուկյանի օրինակ ընտրվելու դեպքում ես ինքս հանդես եմ գալու առաջարկով փաստաբանական ոլորտում
հարկման համակարգի հետ կապված այդ հարցը վերանայելու ասեմ ինչու, քանի որ փաստաբանը արդարադատության համակարգի առանցքային մասնակից է եւ նրա ծառայությունների հարկային պայմանները ուղղակիորեն ազդում են քաղաքացիների, հատկապես սոցիալապես անապահով խավին իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորության վրա։ Ուստի իմ առաջարկը շատ պարզ է։ Փաստաբանների հարկային բեռի ցանկացած փոփոխություն պետք է հիմնված լինի ոչ միայն բյուջետային եկամուտների կանխատեսման, այլև արդարադատության մատչելիության, փաստաբանական անկախության, փոքր եւ միջին մասնագիտական գործունեության պահպանման եւ քաղաքացիների սոցիալական բեռի գնահատման վրա։ Որևէ մեկս չենք ասում, որ պետական բյուջեն չպետք է համալրել, բայց ոչ այնպիսի գնով, որի արդյունքում քաղաքացին ստիպված է լինելու ավելի թանկ վճարել իր իրավունքների պաշտպանության համար։ Հարկային քաղաքականությունը չի կարող անջատ լինել մարդու իրավունքների ապահովման նպատակներից եւ պետք է համապատասխանի համաչափության եւ կանխատեսելիության սկզբունքներին։ Հետևաբար հարկային քաղաքականության արդյունքում իրավաբանական ներողություն պաշտպանության արժեքը բարձրանում է այն աստիճան, որ անձը ստիպված է հրաժարվել փաստաբանից կամ իր իրավունքների դատական պաշտպանությունից։ Պետությունը պետք է գնահատի, արդյոք բյուջետային լրացուցիչ եկամուտը համաչափ է այն սոցիալական եւ իրավական հետևանքներին, որն առաջանում է քաղաքացու համար։ Շնորհակալ եմ։ Ի վերջո, անկախ եւ ֆինանսապես կենսունակ փաստաբանությունը իրավական պետության կարևոր երաշխիքներից է, իսկ արդարադատությունը իրականում մատչելի է միայն այն դեպքում, երբ քաղաքացին ոչ միայն իրավունք ունի դիմելու փաստաբանի, այլև ունի այդ ծառայությունից իրապես օգտվելու ֆինանսական հնարավորություն։ Ուստի փաստաբանական գործունեության հարկային բեռի խնդիրը միայն փաստաբանի վճարած հարկի չափի հարց չէ, դա քաղաքական ֆինանսական բեռի, իրավաբանական ծառայությունների հասանելիության եւ վերջնական հաշվով արդարադատության իրական մատչելիության հարցն է։ Ուստի այս հարցի հետ կապված ես ինքս հետամուտ եմ լինելու, որպեսզի վերանայել փաստաբանական այդ հարկման ինստիտուտը։ Այստեղից քիչ առաջ հնչեց, այսպես եթե չեմ սխալվում, հարցը վերաբերում էր Վրաստանի հետ կապված տոկոսադրույքներին եւ մեզ խորհուրդ տրվեց, որպեսզի արհեստական բանականության միջոցով ստուգենք, եթե օգտվում ենք դրա հետ կապված տվյալներ։ Շատ լավ։ Ասելիքս վերաբերում է նրան, որ խորհուրդ տրվեց օգտվել արհեստական բանականությունից եւ ես օգտվեցի։ Բայց գիտեք, որ ուղղությամբ օգտվեցի։ Ես հարց տվեցի, թե վերջին տարիներում որ երկիրն է եղել, որ բերել է Հայաստանի Հանրապետության դեմ, որ երկիրն է եղել, որ ունեցել է պատերազմներ, ChatGPT-ն է ձեր ասած, նշեց 3 տարեթիվ։ 2020 թվական 44 օրյա պատերազմ, 2022 թվական Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, 23 թվական Ադրբեջանի ռազմական գործողությունը Արցախի դեմ, եւ այստեղից խոսք է հնչում, անցյալը մի հիշեցրեք, մենք, մեր խմբակցության անդամները, ամենավառ երազում չենք ուզում հիշել ձեր 5 տարվա անցած անցյալը։ Շնորհակալություն։